Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ մի քանի լրատվամիջոց տեղեկություն տարածեցին, որ իբր Բաղրամյան 26-ի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառը այն է, որ ինչ-որ շենքեր են կառուցվել եւ ճանապարհը փոքրացել է եւ այլը, բայց ուշագրավը ինչն էր, որ ինչ-որ մարդիկ, իբր ինչ-որ մարդիկ եւ ինչ-որ մարդիկ իրականում ես տեսանյութներ տեսա, ասում են, որ այդ շենքերը պատկանում են ինձ եւ ես այդ շենքերի հետ կապ ունեմ, ինչ-որ դա իմ շենքերն են եւ այլն։ Հիմա մենք գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքում գտնվող այդ շենքերի մոտ, պարզելու արդյոք Ալեն Սիմոնյանը այդտեղ շենք շինություն ունի, թե չունի եւ վերջիվերջո ում են պատկանում այդ շենքերը այդտեղ կառուցվող։ Եթե այն սեփականատերերը, որոնք որ կտեսնեն այս իրական սեփականատերերը, ովքեր որ կտեսնեն այս տեսանյութը, ովքեր որ Բաղրամյան 26-ի շրջակայքում շինարարություն են անում, տեսնեն այս տեսանյութը, ես իրենց խորհուրդ եմ տալիս, որ իրենք նույնպես գան Բաղրամյան 26-ի շրջակայքում գտնվող իրենց շինությունների մոտ, որովհետև ես հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ շենքերը ամենա մանրակրկիտ ձևով ստուգվեն բոլոր փաստաթղթերը եւ այլն, որովհետև ես ունեմ տպավորություն, որ հենց սեփականատերերը կամ այնտեղ աշխատող մարդիկ հատուկ տարածել են ինֆորմացիա, որ դա իմ հետ կապ ունեցող շենք է, որպեսզի ինչ-որ ձևով ինչ-որ առավելություններ ունենան կամ բնակիչներին ինչ-որ ձևով լրացնեն եւ այդ մարդիկ իրոք դեռ մտածում են, որ դա իմ շենքերն են։ Բայց հիմա ես գնում եմ այնտեղ եւ կոչ եմ անում այդ մարդկանց նույնպես գալ այնտեղ, սեփականատերերին, տնօրեններին, գալ այնտեղ, որովհետեւ կրկնում եմ, ես քաղաքապետարանի միջոցով մնացած բոլոր գերատեսչությունների միջոցով հետամուտ եմ լինելու, պարզելու թե ում շենքերն են այնուամենայնիվ, որ վերագրվում են ինձ։ Սա եւս մի ցայտուն օրինակ է, որ տեսեք հասարակ բան, հա, եթե մեքենայի դժբախտ պատահարը տեղի չունենա, այդ մարդիկ տենց էլ մտածելու էին, որ դա ինձ հետ կապ ունեցող ինչ-որ շենքեր են։ Ես հիմա կգնամ այնտեղ, այդ մարդկանց հետ կզրուցեմ եւ ինչպես արդեն ասացի, կպարզենք թե իրականում ում շենքերն են կառուցվում Բաղրամյան 26-ի շրջակայքում։